Ներիր դու ինձ ներիր, նորից մեղանչեցի, նորից Տեր քեզ վշտացրեցի, խաչիդ առջև կանգնած, չգիտեմ ինչ ասեմ, շատ եմ ես ամաչում, ներումդ եմ խնդրում, բարի չքնաղ Հիսուս, սիրտը քո հայրական, նորից վշտացրեցի, նորից ցավեցրեցի։ Ներիր դու ինձ ներիր, նորից մեղանչեցի, ներիր դու ինձ ներիր, նորից վշտացրեցի, խաչիդ առջև կանգնած, չգիտեմ ինչ ասեմ, շատ եմ ես ամաչում, ներումդ եմ խնդրում, խաչիդ առջև կանգնած, չգիտեմ ինչ ասեմ, շատ եմ ես ամաչում, ներումդ եմ խնդրում, բարի չքնաղ Հիսուս, սիրտը քո հայրական, նորից վշտացրեցի, նորից ցավեցրեցի, բայց սուրբ արյունը քո կարող է ինձ մաքրել, կարող է ինձ սրբել, նորից ինձ բարձրացնել, բայց սուրբ արյունը քո կարող է ինձ սրբել, կարող է ինձ մաքրել, նորից ինձ բարձրացնել, ախ մի ծածկիր քո երեսը Տեր ինձ հանդից, ախ չեմ ապրի ես առանց քեզ, ես առանց քեզ, ախ մի ծածկիր քո երեսը Տեր ինձ հանդից, ախ չեմ ապրի ես առանց քեզ, ես առանց քեզ, խաչիդ առջև կանգնած, չգիտեմ ինչ ասեմ, շատ եմ ես ամաչում, ներումդ եմ խնդրում, խաչիդ առջև կանգնած, չգիտեմ ինչ ասեմ, շատ եմ ես ամաչում, ներումդ եմ խնդրում, սուրբ արյունը քո կարող է ինձ մաքրել, կարող է ինձ սրբել և նորից ինձ բարձրացնել, ով Տեր, փառք քեզ։ Ախ մի ծածկիր քո երեսը Տեր ինձ հանդից, ախ չեմ ապրի ես առանց քեզ, ես առանց քեզ, ախ մի ծածկիր քո երեսը Տեր ինձ հանդից, ախ չեմ ապրի ես առանց քեզ, ես առանց քեզ, բայց սուրբ արյունը քո կարող է ինձ մաքրել, կարող է ինձ սրբել, նորից ինձ բարձրացնել, բայց սուրբ արյունը քո կարող է ինձ սրբել, կարող է ինձ մաքրել, նորից ինձ բարձրացնել, Ո Տեր, քեզ եմ բերում իմ անձը, քեզ եմ բերում իմ հոգին։ Սրտանց փառք տանք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, ես համոզված եմ, որ մենք, որ այստեղ ոտք ենք դրել, հավատքով ենք եկել։ Հավատքը դա ամեն բանի հաղթություն է։ Առանց հավատքի գրված է անհնար է Աստծուն
հաջոյ լինել։ Առանց հավատքի անհնար է Աստծուն մոտենալ։ Ան որ կմոտենա Տիրոջը պետք է որ հավատա։ Ուրեմն առաջի պայմանը դա հավատքն է։ Ես մի տեղ կարդամ ավետարանից նախքան հայրմերը։ Իհարկե բոլորդ գիտեք այս մասին Հովանու ավետարանի մեջ գրված Հովանու 11:20-ից կարդամ։ Երբ Մարթան լսեց, թե Հիսուս կուկա Սանիգա դիմավորելու գնաց, բայց Մարիամը տան մեջ նստել էր։ Մարթան ասավ Հիսուսին. «Տեր, եթե հոս լինեիր, իմ եղբայրս չէր մեռնի։ Բայց գիտեմ, թե հիմա դու ինչ որ խնդրես Աստծմե, Աստված պիտի տա քեզի»։ Հիսուս ասավ անոր. «Քու եղբայրդ հարություն պիտի առնե»։ Մարթան ասավ անոր. «Գիտեմ, թե հարության ժամանակը վերջին օրը հարություն պիտի առնե»։ Հիսուսը ասավ անոր. «Ես եմ հարությունը ու կյանքը։ Ան որ ինձի կհավատա, թեև մեռնի, պիտի ապրի, եւ ան որ կենտանի է ու ինձի կհավատա, հավիտյան պիտի չմեռնի։ Դուն կհավատաս ասոր»։ Այս խոսքը ինձ ու քեզ է ուղղված։ Դու կհավատաս ասոր, որ Հիսուսը չեղած բանը եղածի պես կենե։ Այն բանը, որ մարդու կողմից անհնար է թվում, Տիրոջ կողմից դա ամեն բան հնարավոր է։ Երբևիցե սևի դեպք մենք չէինք լսել, որ 4 օրվա մեռելին Աստված հարություն տար, բայց Տիրոջ քով գրված է անհնարին բան չկա։ Մենք հավատքով մոտենանք իրան, եղբայրներ, քույրեր, Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Զիքոնե թակավորությունը, զորությունը, փառքը հավիտյանս հավիտենից ամեն։
Փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, շնորհակալ ենք Տիրոջից իր կենթանի ներկայության համար։ Շնորհակալ ենք նաև բոլոր ներկաների համար, առաջի անգամ եկողների համար, նոր հոգիների համար, որ Աստված դուր բացարեց, այսօր էլ մեկ ամիս էլ մեզի պահեց, բերեց իր սրբարանը, Տիրոջ ներկայությունը կա։ Սիրելի ներկաներ, դա ավետարանն ասում, որ այոյա եւ ամենա, դա անհերքելի ճշմարտություն է։ Աստծո որդին ներկա է այս վայրի մեջ։ Հավատանք թե չէ, նա իր խոսքի համաձայն էս վայրում է, բայց Երանի ինչպես եղբայրը ասեց, այո հավատանք, որ այսօր բաժին ունի Տերը մեզ համար պատրաստած, համաձայն եք թե չէ։ Ամեն մեկիս համար անհատական բաժին ունի պատրաստած։ Երանի են Աստծո զավակին, ով եկել է հավատքով, անձամբ առնելու Տիրոջից։ Միած սրտանց ասենք փառք ես Տեր Հիսուս։ Նա արժանի է փառքերի, նա արժանի է, եղբայրներ, քույրեր։ Հիմա ինչ իրավիճակով որ եկել ես, ուզում եմ ավետարանով մի հատ մեր հայացքը կտրենք մեր վիճակներից եւ ուղղենք դեպի Տեր Հիսուսին, որտեվ համար եմ կարդալու եւ նորից աղոթքով գալու ենք Տիրոջ առաջ։ Հիմա ամեն մեկիս կյանքում մի խնդրեմ, մի դժվարություն, մի հիվանդություն կա։ Եվ բնական է, բժշկության պաշտամունք եկել ենք Տիրոջից առնելու ողորմություն, այդ հավատքով ենք եկել։ Բայց հիմա ավետարանով մի բան եմ ուզում հայտարարեմ, որ ամեն մեկս հավատքով ընդունենք, եղբայրներ, քույրեր։ Շատ անգամ մեր հիվանդությունը, եղած իրավիճակը հուշում է մեզ ասելով, վերջնական եկել եմ քո կյանքի մեջ, եկել եմ թագավորեմ, եկել եմ արդեն քո կյանքում, որ քեզ դեպի մահվան տանեմ, եւ իրավիճակի վրա ուզում է Տերը ինքը դառնա, խնդրում եմ ուշադիր լսեք։ Հիմա մի հայտարարություն ավետարանով պիտի անեմ, որին այո ամեն ենք ասելու բոլորս, եւ ունենալու ենք բժշկություն, հոգեվոր բժշկություն։ Գալիս է հիվանդությունը, ի հայտ է գալի իրավիճակը, ինչ ուզում է լինի, հիմա ինչ ձևով, ինչ վիճակով որ եկել եմ ես, եկել ես դու։ Ուզում է իրավիճակը եւ երևույթը եւ հիվանդությունը ասի, որ ես եմ Տերը քո կյանքում, արդեն եկել եմ, իրավիճակը եւ երևույթը։ Նաեւ մի բան էլ է հուշում, ես եմ թագավորը արդեն քո կյանքում, փոխաբերական հասկանում եք միտքը, արդեն եկել եմ ես, արդեն բժիշկն էլ հաստատել է, արդեն ելք չկա, հարյուրավորներն են այդ հիվանդությունով գնացել, հազարավորներն են այդ իրավիճակի առաջ խոնարհվել, բայց հիմա հայտարարություն անում ավետարանը, հիվանդությունը եւ իրավիճակը չի Տերը, հիվանդությունը եւ իրավիճակը չի թագավորը, հապա Տերերի Տերը եւ թագավորների թագավորը Տեր Հիսուս Քրիստոսն է, ասենք փառք ես Տեր։
Հիմա մերժենք, հավատքով մերժենք։ Իմ եւ քո եղած վիճակը ոչինչ է բժիշկների բժշկի առաջ, տերերի տիրոջ առաջ եւ թագավորների թագավորի առաջ։ Ներսդ հիմա փառավորի տիրոջը։ Փառավորի համար եմ կարդում հիմա։ Միասին պետք է աղոթքով հեսա պատրաստվում ենք գանք տիրոջ առաջ։ Հովանու ավետարան 6:29 Սա հայտարարություն պետքա լինի իմ եւ քո կյանքի մեջ։ Սա դավանանք պետքա լինի իմ եւ քո կյանքի մեջ։ Ուշադիր լսում ենք։ Հովանու ավետարան 6-րդ գլուխ 29 խոսք։ Պատասխան տվավ Հիսուս։ Ուսավ անոնց։ Այս է Աստծո գործը, որանոր ղրկածին հավատանք։ Ասենք փառք ես Տեր Աստված։ Աշակերտները մոտեցել են ու ասում են, այն ատենսին անոր 28 խոսքը, ինչ ունենք, որպեսի Աստծո գործերը գործենք, բայց Տեր Հիսուսի հայտարարությունը, եղբայրներ քույրեր, պատասխան տվավ Հիսուս ուսավ անոնց, այս է Աստծո գործը, որանոր ղրկածին հավատանք։ Մարդը իր երկրավոր կյանքի մեջ մեկ պրոբլեմ ունի, եղբայրներ քույրեր, լսում եք, Դավեթարանն ասում, ես չեմ ասում։ Երկու պրոբլեմ չկա մարդու կյանքում։ Պրոբլեմը մեկ հատ է, եւ այդ պրոբլեմը դա է, որ մարդը պիտի հավատա, որ Հիսուսը Քրիստոսն է Աստծո որդին։ Ինչի է դա ամենամեծ պրոբլեմը եւ միակ պրոբլեմը, ինչի է դա, որովհետեւ անոր մեջ բնակվում է Աստվածային բոլոր լեցունությունը, ասենք փառք ես Տեր, այդ լեցունության մեջ կա ազատագրություն, այդ լեցունության մեջ կա բժշկություն, կա իմ եւ քո հոգսի լուծում եւ կա հավիտենություն, այդ անվան մեջ զորություն կա։ Եղբայրներ քույրեր, հաջորդ համարն եմ կարդում, որ Գործք առաքելոցի մեջ տեղի ունեցավ այդ ձևի բան, Պողոսին եւ Շիղային դրել են բանտի մեջ, կարդում եմ Գործք առաքելոց 16:25 Կես գիշերին Պողոսն ու Շիղան աղոթք կնեին, զաստված կորթնեին, բանտարկյալներն ալանոնց մտիկ կնեին, հանկարծակի մեջ շարժ եղավ, այնպես որ բանտի հիմերը սասանեցան։ Լսում եք, այսօր սա այս վայրի մեջ կարող է կատարվել փոխաբերական իմաստով։ Համաձայն եք թե չէ։ Իմ եւ քո կարիքը, որը մեզ բերել այստեղ, դա հիվանդություն կլինի թե ինչ վիճակներ, դրանք բանտեր են մեր կյանքի մեջ։ Համաձայն եք փոխաբերական իմաստով, դրանք բանտեր են, բայց չի գրած բանտի մեջ, Պողոսն ու Շիղան չի գրած, աղոթում էին ու խնդրում Տեր ազատի բանտից, ազատի բանտից, ազատի բանտից։ Շատ ոչ ճիշտ աղոթքներ է հնչում իմ եւ քո կյանքի մեջ, եղբայրներ քույրեր, շատ անգամ Սա օգնում է ավետարանը մեզ։ Փորձիր ամենածանր վիճակի մեջ, ասա ես փառավորում եմ քեզ։ Եկեք հիմա տենց ասենք։ Շատ ծանր վիճակներ կա։ Եղբայրը զանգի ասե մաման չարվորակ արդեն դիագնոզը տված է, իմաստեղ է ինքը։ Մեկ ուրիշը զանգել ամուսնու համար, գլխուղեղի հետ կապված չարվորակ։ Ինչ իրավիճակ որ կա, չեմ ուզում նշեմ, ժամանակը թանկ է, ուզում եմ հեսա աղոթքի ենք պատրաստվում։ Այդ բոլոր իմ եւ քո եղած վիճակը, որը մեզ բերել աստեղ, հիմա ընդունի փոխաբերական իմաստով, որ դրանք այդ բանտերն են, որը Պողոսն ու Շիղան այդ բանտի մեջ էին։ Հիմա ուշադիր հետևում ենք, ինչ արեցին, ելքը որն է մեր իրավիճակից եւ բանտից դուրս գալու։ Ասում է բանտի մեջ Աստծուն օրհնում էին ու բանտարկյալներն ալ անոնց մտիկ կնեին, հավատքով ընդունի հիմա։ Եվ հանկարծակի մեջ շարժ եղավ, կարա լինի այդ շարժը այսօր, թե չէ, լինելու է, էսա լինելու է, համբերեք, այնպես որ բանտի հիմերը սասանեցան, համաձայն եք, բոլոր այդ բանտարկված մտքեր, ճնշված, ներգործություններ, մտքերի տարափներ, նվաղեցրել է, սատանան հիմա շատերին նկուն արե, ջախջախել է մինչև վերջի կետը, բանտերի հիմերը սասանեցան, անմիջապես բոլոր դռները բացվեցան, տեսակ, փակված էր, չէ, դռները փակված է, հիվանդությունը սա է, էպիկրիզը սա է, իսկլուչենիան սա է, եզրակացությունը սա է, բայց հիմա տեսեք, անմիջապես բոլոր դռները բացվեցան եւ ամենու կապերը արձակվեցան, ասենք փառք ես Տեր, ամենու կապերը արձակ, հիմա Սուրբ Հոգին կատարում է բժշկություն այս վայրի մեջ, շարունակությունը,
Բանտապետը երբ արթնացավ, բանտի դռները բացված տեսավ, թուրը քաշեց ինքզինք սպանե, կարծելով թե կապվածները փախել են, բայց Պողոս բարձր ձայնով կանչեց ու սավ, քեզի վնաս մի արա, սաղը ստեղ ենք, անիկա ճրակ ուզեց, ներս վազեց, դողալով Պողոսի ու Շիղայի առջև ընկավ, ես հավատում եմ, որ Տիրոջ առջև ընկավ, համաձայն եք թե չէ, Պողոսի ու Շիղայի միջից զորությունն է գործում, նա մարդու առաջ չէր ծնկի եկե, եւ զանոնք դուրս բերելով ասավ, բժշկությունը, կարդում եմ, բժշկությունն եմ հիմա կարդում, Տերեր, ինձի ինչ պետք է անել, որ փրկվեմ, ինչից փրկվեմ, այսօր այս հարցը ինձ եւ քեզ ես վայրի մեջ մտահոգում է, Տերեր, ինչ անեմ, որ փրկվեմ հիվանդությունից, փրկվեմ իրավիճակից, փրկվեմ տառապանքից, համաձայն եք, որ տենց ասում, ինչ անեմ, որ փրկվեմ, հիմա հայտարարում ավետարանը, եղբայրներ քույրեր, ականջները ստանք լսելու, սրտները ստանք ընդունելու, անոնքալ ըսին, հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, պիտի փրկվես դու եւ քո տունդ, ասենք փառք ես Տեր Աստված, ասենք փառք ես Տեր Աստված, մի հատ էլ ասենք փառք ես Տեր Աստված, նա արժանի է փառքերի, այո, հավատա Տեր Հիսուսին, նայա ճշմարտությունը, ճանապարհը, կյանքը, քրիստոնյա աշխարհը այսօր ունայն բաներ շատ տեղերում, զբաղմունքներ, մարդկանց չգիտեմ ինչով գրավել, զբաղացնել, եղբայրներ քույրեր մի ճշմարտություն կա, որը պիտի այսօր դավանեմ իմ մեջ, դավանեմ մարդկանց մեջ, նայա Քրիստոսը, նայա Տերերի Տերը, նայա թագավորների թագավորը, չկասկածես, հիմա ներսդ երկու միտք է գալի, պատերազմա, հիմա պատերազմա ես վայրի մեջ, բայց բռնի ամուր Տիրոջը խոսքը, ասա Տեր, փրկիչը դու ես, նստած տեղում ասա, փրկիչը դու ես, կարդում եմ վերջի համար աղոթք ենք անելու, Հովանու ավետարան 20-րդ գլուխ, Տիրոջ հոգին ներկայա, բացահայտ ներկայա, Հովանու ավետարան 20-րդ գլուխ, 30-31 համարը կարդում եմ, Հովանու 20-30-31, եւ Հիսուս շատ ուրիշ նշաններ ալավ իր աշակերտներու առջև, լսում եք, Տեր Հիսուս շատ ուրիշ նշաններ ալավ իր աշակերտներու առջև, որոնք այս գրքի մեջ գրված չեն, եղբայրներ քույրեր, շատ հրաշքներ արե, որ այս գրքի մեջ գրված չի, բայց լսեք հիմա հայտարարությունը, ուշադիր լսեք, խնդրում եմ, ուշադիր լսեք, բայց ասոնք գրվեցան, ինչի համար գրվեցան, ասում է այդ մեկ նպատակը, որը մարդը մեկ պրոբլեմ ունի իր կյանքի մեջ, շարունակությունը կարդում եմ 31 համար, բայց ասոնք գրվեցան, որպեսի հավատաք թե Հիսուսը Քրիստոսն է Աստծո որդին եւ որպեսի հավատալով կյանք ունենաք անոր անունովը, կանգնենք ոտքի աղոթքով Տիրոջ առաջ, շնորհակալ ենք Տեր Հիսուս ջան, շնորհակալ ենք, օգնի հիմա երևույթին չենք նայում Տեր Աստված, այս վարքյանները թանկ է, այս րոպեները թանկ է, ամեն մեկս հավատքով ընդունենք Տեր, այսօր այս վայրի մեջ իմ գտնվելը հենց այնպես չի, հենց այնպես չի, Ներիր Տերի հանցանքներս, որ համարձակամ քեզ մոտ, փարվեն ոտքերի, սերդ վայել եմ, փարվեն ոտքերի, վերքերը տափյուրեն, ախուր գնամ ես, անուշ քո երեսից, երկացրեց այնա,
խոսքերդ էլ մեղրից բաժինս դու ես Հիսուս սիրելիս փարվեմ ոտքերի սերդ վայել եմ փարվեմ ոտքերի վերքերը տափյուրեմ ախուր գնամ ես անուշ քո երեսից երկախսրեց այլը հոսքդ էլ մեղրից բաժինս դու ես Հիսուս սիրելիս փարվեմ ոտքերի սերդ վայել եմ փարվեմ ոտքերի վերքերը տափյուրեմ Քո շամփաները թելքուս փշոտ բայց բերում են գահիտ մոտ փարվեն ոտքերի սերդ վայել եմ փարվեն ոտքերի վերքերը տափյուրեմ ախուր գնամ ես անուշ քո երեսից երկախսրեց այլը հոսքդ էլ մեղրից բաժինս դու ես Հիսուս սիրելիս փարվեմ ոտքերի սերդ վայել եմ փարվեմ ոտքերի վերքերը տափյուրեմ ախուր գնամ ես անուշ քո երեսից երկախսրեց այլը հոսքերդ էլ մեղրից բաժինս դու ես Հիսուս սիրելիս փարվեմ ոտքերի սերդ վայել եմ փարվեմ ոտքերի վերքերը տափյուրեմ Մարգերից վեր թող թափանցիս սրտիս մեջ որ չպակասի սերս քեզանից մեկ բան ունենամ այն էլ քեզանից ախուր գնամ ես անուշ քո երեսից երկախսրեց այլը հոսքերդ էլ մեղրից բաժինս դու ես Հիսուս սիրելիս փարվեմ ոտքերի սերդ վայել եմ փարվեմ ոտքերի վերքերը տափյուրեմ ախուր գնամ ես անուշ քո երեսից երկախսրեց այլը
խոսքերը դել մեղրից բաժինս դու ես Հիսուս սիրելիս Փարվեմ ոտքերի սերդ վայել եմ Փարվեմ ոտքերի վերքերը տամփյուր եմ Փարվեմ ոտքերի սերդ վայել եմ Փարվեմ ոտքերի վերքերը տամփյուր եմ Արք Հիսուսին սիրելի եղբայրներ քույրեր Մարկոսի ավետարան 2-րդ գլուխ առաջի խոսքերից կարդում ենք մի պատմություն, որ շատ կարևոր է այսօրվա համար Երբ որ Հիսուս Քրիստոսը մեկի տանը նստած հավաքված ժողովուրդ եւ սովորեցնում եւ քարոզում էր կային մարդիկ, որոնք բազմության շատությունից չկարողացան ներս մտնել եւ փորձելով չստացվեց իրանց մոտ հետաքրքիր է որ չհանձնվելով բարձրացան տանիք գրված է որ իրենք 4 մարդով վերցված անդամալույցը բերին բայց տեսնելով որ բազմությունը չեն կրնա անոր մոտիկանալ քակեցին տան տանիքը ուր կգտնվեր Հիսուս ու ծակմը բանալով վար իջեցուցին մահիճը որու վրա պարկած էր անդամալույցը Հիսուս անոնց հավատքը տեսնելով ըսավ անդամալույցին որդյակ քո մեղքերը ներված են քեզ մի քանի դպիրներ հոն նստել են եւ իրենց սրտերու մեջ խորի նսելով ինչու համար ասիկա այսպիսի հայություն կնե ոչ ոք չի կրնա մեղքերու թողություն տալ բայց միայն Աստված Հիսուս իսկույն իմանալով իր հոգու մեջ որ անոնք այսպես կխորեն իրենց մեջ ըսավ անոնց ինչ կխորիկ սրտներուդ մեջ որը ավելի դյուրին է անդամալույցին քո մեղքերդ քեզին ներված են ըսելը թե ելիր մայճդ առ քայլե ըսելը բայց որպիսի գիտնակ թե որդին մարդու իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու ըսավ անդամալույցին քեզի կսեմ ելիր մայճդ առ ու տունդ գնա անալ շուտով ելավ իր մայճը առնելով ամենուն արջևեն դուրս ելավ այդպես ամենք ապշած մնացին եւ փառք տվին Աստծուն ուսին այսպիսի բան ամենևին տեսած չենք եղբայրներ քույրեր բերում են անդամալույց բերում են 4 հոգով ես այդտեղ որ սպասում էի մի քիչ շուտ է եկել տեսա հայրեր որոնք բերել են իրանց երեխաներին Ես չգիտեմ այս 4 հոգուց հնարավոր է իր եղբայրներ իրան բերել, հնարավոր է ծնողը, բայց իրանք եկել էին նպատակով, այդտեղ հավաքված մեծ բազմություն կար, կային դպիրներ, փարիսեցիներ, որոնք նստած էին, բայց հետաքրքիրը նա է, որ Հիսուս Քրիստոսը սպասում էր, ինքը գիտեր, որ այդ մարդուն բերելու են։ Եվ ավելի կարևոր գլխավոր դերերում այդ օրվա այս պատմության, որ Աստվածաշնչում տեղ է գտել, ոչ թե այդ փարիսեցիներն էին, ոչ թե դպիրները, որոնք մարդկանցից ճանաչված հեղինակավոր անուններ, այլ Հիսուսին կարևոր էր եւ այստեղ ամբողջ պատմության մեջ տեսնում ենք, որ այս մարդը ամենակարևոր դերում էր։ Բայց եթե այսօր մենք տեսնում ենք մի անդամալույցի, մեր մոտ ամենաշատը տենց խղճահարանք առաջանա, տենց ցավ մեր սրտի մեջ, զգացմունքներ։ Հետաքրքիր է, որ Հիսուսը ստեղ գրված է, որ տեսնելով անոնց հավատքը։ Գիտես, այսօր մենք էլ նայում ենք մեր մոտ զգացմունքներ, տենց էմոցիաներ առաջանում։ Մենք լսում ենք Աստծո խոսք, մեր մոտ տենց հայերեն շատ գեղեցիկ բառ կա, հույզեր են առաջանում, հուզմունքներ։ Եվ մենք տենց ուզում ենք, որ այդ զգացմունքներով Աստված մեր կյանքում գործի, բայց Հիսուսը նայում է ոչ թե որ մեր զգացմունքներին, մեր էմոցիաներին, այստեղ ուղի գրված է, որ նայում է եւ տեսավ անոնց հավատքը։ Եվ հետաքրքիր բան կատարվեց։ Այսօր հնարավոր է դու ես հուզված։ Հնարավոր է Աստծո խոսքը հասնում է քեզ, քո սրտում էլ է տենց էմոցիաներ առաջանում, զգացմունքներ։ Նայում ես այդ հիվանդ երեխուն, նայում ես քեզ հիվանդ, նայում ես այդ ամբուժելի դժվարությանն ու հիվանդությանը եւ ինչ որ բան է կատարվում եւ նորմալ է որ կատարվում է, բայց Աստված ուզում է որ այսօր հավատք կատարվի մեր սրտի մեջ,
որ մենք հավատանք, մենք լսեցինք եղբայրն ասեց, որ այն, որ ստեղծել է երկինքն ու երկիրը ամենակարող Աստված, ինքը ներկա է բժշկելու համար։ Հետաքրքիր Աստծո խոսքը ուղղվում է այս մարդուն։ Սկզբից ասում է քեզ քո մեղքերը ներված են։ Եղբայրներ, քույրեր, այսօր Հիսուսի նպատակը միայն այն չի, եւ այսօր այս հավաքույթի եւ այս մտածում եմ բոլոր եղբայրներ եւ Աստծո ճանաչող, որ ինչ որ մարմնավոր բժշկություն լինի եւ մենք շարունակենք մեր կյանքը։ Այսօր Աստծո նպատակը, Աստծո մեծ ծրագիրը կայանում էր նրանում, որ մարդկանց մեղքերի թողություն լինի։ Եվ Հիսուսը հասկանալով, տեսնելով եւ այդ նպատակի համար ուղարկված լինելով, ասում այսօր քո մեղքերը քեզ ներված են։ Ես ուզում եմ մի քանի կետեր, որ մենք կարդացինք, ուղակի նայենք։ Հիսուսը մոտիկանում է անդամալույցին, մեղքերը ներված լինելուց հետո, չնայելով մարդկանց կարծիքներին, փարիսեցիների, ասում է մահիճդ վեկալ, մահիճդ առ եւ քայլիր։ Գիտեք, երբ որ մի հիվանդ մարդու ասես մի բան, որ ինքը չի կարողացել անել, եւ հնարավոր է ծնված օրվանից։ Կողքից մարդիկ ասում են, Հիսուսը քեզ ինչ է ասում։ Քեզ ասում է արա մի բան, որ դու իզորու չես անելու։ Ծնված օրվանից իզորու չես եղել։ Քո մոտ չի ստացվել։ Եվ եթե մեկին մոտիկանաս եւ ասես հելի քայլի, կամ չորացած ձեռք ունեցող մարդուն ասես ձեռքդ մեկնիր, այդ մարդու մոտ միայն զգացմունք կառաջանա, որ իրան ծաղր ես անում, ցավացնում ես, որովհետեւ ասում է, եթե իրան հարց տանք, Հիսուսին կարող էր պատասխանել. Ես մոտ ծնված օրվանից այդ բանը չի ստացվել։ Ես չեմ կարողացել։ Ոնց կարող եմ անել։ Այսօր աշխարհն էլ մարդկանց հավատացյալներին ասում է, Աստված ձեզանից պահանջում է բաներ, որ դուք չեք կարող անել։ Բայց եղբայրներ, քույրեր, դա մի փոքրիկ ժամանակահատված է։ Երբ որ հավատքը գործում է, եւ այդ ասելու եւ անելու մեջ մարդու ներքնաշխարհում կատարվում է հավատք, հետաքրքիր բան է կատարվում։ Այս մարդը վերակենում, որովհետև գիտի ով էր իր այդ խոսացողը։ Այսօր ասում է քեզ կսեմ։ Մենք ստե նստած ենք։ Իսկ դու լսում ես, թե Աստված ինչ է քեզ ասում։ Դու լսում ես այդ ձայնը, որ ուղղված է ուղիղ քեզ։ Այս մարդը լսեց այդ ձայնը, ուղիղ հասցեագրված։ Հովանու 4-րդ գլուխ 10-րդ խոսքերում Սամարացի կնոջն ասում է Հիսուսը. Եթե իմանայր ով է քեզ այդ խոսացողը, դու այսօր գիտես ով է քեզ այդ խոսում եւ ով է քեզ ասում, վեր կաց քայլիր, կամ ով է քեզ ասում քո մեղքերը քեզ ներված են։ Եղբայրս քույրս, այս մարդը լսեց հասցեագրված խոսք եւ արդեն երբ որ Հիսուսն ասում է վեր կաց քայլի, չի ասում եւ չի էլ սպասում, որ ես ու դու մեր ուժերով վեր կենանք քայլենք։ Չի սպասում, որ մեր ուժերով ապաշխարենք, չի սպասում, որ մեր ուժերով բժշկվենք։ Հիսուսի ասած խոսքերի մեջ, երբ որ ինքը միայն խոսքով ասեց Նոյին, այդ խոսքը իրան հերիք էր 100 տարի նաև գործելու։ Երբ որ ասեց Աբրահամին, այդ միայն ասածը հերիք եղավ իր ամբողջ կյանքում 25 տարի այդ խոսքը պահելու ու շարունակելու։ Հիսուսը երբ որ քեզ ասում է վեր կաց քայլիր, Հիսուսը ինքն է տալիս այդ ուժը։ Եվ չի սպասում, որ դու կամ ես մեր ուժերով վեր կենանք եւ քայլենք։ Եվ հետաքրքիր է, եթե այդ մարդը բժշկվելուց հետո մի բան կատարվեց իր մեջ, ինչ որ խոսում է Աբրահամի հավատքի մասին, եւ այստեղ ուզում եմ կարդամ, եւ եթե չգիտեմ աղոթելու ենք, աղոթք ենք անելու։ Ուրեմն 4-րդ գլուխ 20-րդ խոսքերում Աստված անհատական խոսում է անձամբ Հռոմեացի 4:20 Աբրահամի հետ եւ Աբրահամի ներքնաշխարհը տեսեք ինչ է կատարվել։ Ես մտածում եմ կատարվել է բոլոր բժշկվողների եւ բոլոր նրանց, ովքեր որ Տեր Հիսուս Քրիստոսի ձայնը լսել եւ հասել է հավատքով իրան սրտերին։ Անհավատությունով չտարակուսեցավ Աստծո խոստումի վրա։ Աստված Աբրահամին ոնց որ էս անդամալույցին ասում է մի բան, որ անհնարին է երևույթով։ Մարդկային ուժերով, բժշկությունով 100 տարեկան մարդուն ասում է, բայց Աբրահամ չտարակուսեցավ այդ ասածից Աստծո խոստումի վրա, հապա հավատքով զորացած Աստծո փառք տվավ եւ իր մտքի մեջ հաստատ պահեց
Տեսեք ինչ է մեզ պետք մեր մտքի մեջ հաստատ պահել։ Ան որ խոսք տվավ, կարող է ընելել, ալելույա։ Ով որ ինքը խոստացել է, ով որ այդ անդամալույցին եւ այսօր քեզ, երբ որ այդ ձայնը հասնում է քո սրտին, ասում է վեր կաց ու քայլիր, ինքն էլ կարող է քայլացնել։ Եվ այդ քայլացնել էլ ոչ մեկ չի կանգնացնի։ Բայց ավազանի մոտ բժշկվածին ասում են, այդ ոնց էս մայջը տառե քայլում։ Ասում է, ով որ ինձ բժշկեց, ինքը ինձ ասեց արա։ Եվ հետո մենք դավանում անում ենք, ոնց բժշկվեցիր։ Ով որ ինձ բժշկեց, ինքը ինձ քայլացրեց։ Բայց այդ ավազանի մոտ եղած հիվանդին Հիսուսը հարց էր տալիս։ Հիսուսը արդյոք չգիտեր, եթե դու մի հիվանդի տեսնես ու հարցնես, ասում է, ուզում ես որ բժշկվես։ Կարծես ծաղրան կլինի։ Ոնց։ Ես ամբողջ կյանքս աշխարհից հիվանդ մարդու որ հարցնես ուզում ես բժշկվել, ինչ ինքը կպատասխանի։ Կարծես անհեթեթ հարց, ոչ տեղին հարց, բայց այսօր այդ հարցը ուղղված է նաև քեզ։ Հիսուսը գիտի որ ուզում ես բժշկվես, բայց ուզում է նաև քո բերանից լսի եղբայրս քույրս։ Իրան ասա, Տեր, այդ ձայնը ինձ է ուղղված։ Այո, ամեն։ Մի արդարաց, այդ մարդն արդարացավ, չկա մեկ ինձի գցի, չկա մեկ ինձի օգնի։ Այսօր Հիսուսն է կանգնած տեղ քեզ օգնելու համար, քեզ բժշկելու համար։ Ալելույա, փառք Իրան։ Կանգնենք Տիրոջ առաջ։ Եվ այդ ձայնը, որ այսօր հասնում է մեր սրտերին, հավատքով ընդունենք Տիրոջից։ Ամեն։ Դու գիտեք, թե հիմա ում եմ ես շատ սիրում, դու գիտեք, թե հիմա ում եմ ես աղոթում, ես ունեմ Տեր Հիսուս մեծ փառքիչ ինձ համար եւ հոգով պատրաստ եմ սիրտս տալու նրան, ես ունեմ Տեր Հիսուս մեծ փառքիչ ինձ համար եւ հոգով պատրաստ եմ սիրտս տալու նրան, Տեր Հիսուս, աղաչում եմ փառքիչ ինձ էլ արդևի տար, խնդրում եմ ողորմի, Տեր Հիսուս, աղաչում եմ փառքիչ ինձ էլ արդևի տար, խնդրում եմ ողորմի, թողել եմ ես բոլոր աշխարհի գործերը իմ առջև բացվել են հոգևոր դռները, ով փնտրի կգտնի, թե սրտով ցանկանա, թակողին կբացվի, թե հոգով կամենա, ով փնտրի կգտնի, թե սրտով ցանկանա, թակողի կբացվի, թե հոգով կամենա, Տեր Հիսուս, աղաչում եմ փառքիչ ինձ էլ արդևի տար, խնդրում եմ ողորմի, Տեր Հիսուս, աղաչում եմ փառքիչ ինձ էլ արդևի տար, խնդրում եմ ողորմի, ուրել որ մենք լինենք, Տերը մեզ կտեսնի, ինչ էլ որ մենք խոսենք, Հիսուսը կլսի, իսկ եթե սխալենք ու շեղվենք իր ճամփից, հավատքով աղոթենք,
ներում կպարգևի, իսկ եթե սխալվենք ու շեղվենք իր ճամփից, հավատքով աղոթենք, ներում կպարգևի, Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիր, ինձ էլ արդևի տար, խնդրում եմ ողորմիր, Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիր, ինձ էլ արդևի տար, խնդրում եմ ողորմիր, ինձ էլ արդևի տար, խնդրում եմ Խաղաղություն ձեզ եղբայրներ քույրեր։ Բոլորս միասին ասենք փառք Տիրոջը։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ այսօր նորից այս գեղեցիկ օրը, այս խաղաղ ժամերը մեզ տրվեց Տիրոջ շուրջը հավաքվելու։ Ես ում Սուրբ գրքից Մատթեոս ավետարանից առաջի համարը կարդալ 6-րդ գլխի 14 եւ 15 խոսքերը, Մատթեոս 6 14 եւ 15 խոսքերը։ Վասի եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրնալ ձեզի պիտի ներե։ Իսկ եթե դուք չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր հայրնալ ձեզի պիտի չներե ձեր հանցանքները։ Սա շատ կարևոր հարց է այսօր, սիրելի բարեկամներ, որ Հիսուսը մեր սրտերի հետ խոսում է հետևյալը. Տերը ուզում է մենք բոլոր մարդկանց ներենք, թե ոչ, այո եւ ամեն։ Ինչի համար սա կարող է արգելք լինել իմ եւ քո եւ Հիսուսի միջև, առաջացնեն դժվարություն հաղորդակցվելու Հիսուսի հետ, սիրելի եղբայրներ քույրեր։ Իսկ Հիսուսը այսօր մեզ ներելա թե ոչ, այո, ամբողջ նաները, ոչ մի բան չի թողել, մենք ոչինչ չենք արել, բայց երբ որ դարձի ենք եկել, հավատացել ենք իր անունին, Հիսուսը մեր բոլոր անցյալը ջնջել է եւ մեր մեղքերը ամբողջովին, Մամիկոն եղբայր այդպես մի քարոզ ունի, որ ասում է, եթե մարդիկ ուզում են մեր մեղքերի մասին իմանան, լսեն, կարող են Հասցեն ասել։ Հիշում եք Հասցեն որտեղ է? Ծովի անդունդը։ Տերը թող փառավորվի։ Մյուս տեղը, որ ես ուզում եմ շարունակել կարդալ, նույն գլխի 33-34 խոսքերն են, սիրելի բարեկամներ, բայց առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը, անոր արդարությունը եւ այդ բոլոր բաները ձեզի պիտի տրվին։ Ուստի վաղվա համար հոգ մինեք, վասի վաղվա օրը իրեն համար հոգ պիտի նե, հերիք է օրվան իր նեղությունը։ Տերը թող փառավորվի։ Այսօր եթե ունենք անգամ նեղություն, դժվարություններ, հիվանդություններ մեր կյանքում, կարող ենք վերի բաները փնտրել, թե դա կարող է մեզ արգելք լինել։ Ոչ սիրելի բարեկամներ, ոչ հիվանդությունը, ոչ նեղությունները, ոչ պրոբլեմները այսօր չեն կարող երկինքը փակել մեր առջև։ Ասենք փառք Հիսուսին, օրհնյալ լինի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունը։ Եվ շարունակում եմ ընթերցել նույն Մատթեոսի ավետարան 7-րդ գլխի 7 եւ 8-րդ խոսքերը. Խնդրեցեք, պիտի տրվի ձեզի, փնտրեցեք, պիտի գտնեք, դուռը զարկեք եւ պիտի բացվի ձեզի։ Վասի ամեն ով որ կխնդրե կառնե, ով որ կփնտրե կգտնե, ով որ դուռը կզարնե, պիտի բացվի անոր։ Այսօր ժամանակն է, սիրելի եղբայրս քույրս, ինչպես որ կանք մենք եկել ենք Տիրոջ առաջ, եւ մենք նոր լսեցինք եղբայրներից, որ սա Հիսուսի խոսքն է, սա մեր խոսքը չի սիրելիներս, եթե մենք եկել ենք այդ հավատքով, Հիսուսը չի կարող մեզ չօգնել, ինչի համար,
որտեղ ես ուզում եմ նորից կրկնել այդ խոսքը, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը բոլոր մարդկանց նույնն էր ասում. քո հավատքի պես քեզ լինի, սիրելի եղբայրս եւ քույրս։ Աստված մեզ բոլորիս օգնական։ Ինչ են կարծում, սիրելի բարեկամներ, եթե մեր կյանքում կարող առաջանալ հիվանդություն, դժվարություն, մտածենք, որ դա միայն մեղքի պատճառն է, որ Աստված մեզ չի սիրում եւ պատժում է, ոչ սիրելներ, սա շատ կարեւոր է նաեւ մեր կյանքում։ Ունենք դժվարություն, նեղություն, բայց նայենք հասկանանք, ինչի համար է դա մեր կյանքում Աստված թույլ տվել։ Ես ուզում եմ մի տեղ կարդալ Սուրբ գրքից, Սողոմոնի խոսքերն են դրանք, որը գրված է Առակացի 20-րդ գլուխ 30-րդ խոսքը, Առակաց 20:30, վերքի նշանները ու փորիշտե մարանները հասնող հարվածները։ Այսօր շատ ցավոտ ասելի բարեկամներ, երբ որ այդ վերքի հարվածները, նշանները մեր աղիքների, մեր մարմնի մեջ շատ ցավոտ են դրանք, բայց շարունակությունը ինչի համար դա կարող է Տերը թույլ տալ մեր կյանքում, չարության դեմ մաքրողական դեղ են։ Ասենք փառք Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, ոչ մի պատահական բան մեր կյանքում չի եղել եւ չի լինելու, եթե անգամ հիվանդություն, դժվարություններ, խնդիրներ, սիրելի բարեկամներ, սա է նպատակը, որ եթե մեր կյանքում կան հարցեր, որոնք չեն լուծվել մինչև այսօր, Տերը իմ եւ քո կյանքում թույլ է տալիս, դրանք բոլորը չարության դեմ մաքրողական դեղեր են։ Երբեք չվախենանք, չթուլանանք, սա Աստծո սերն է, որ Տերը խոսում է մեր սրտերի հետ։ Եվ դրա շարունակությունը ես ուզում եմ կարդալ, ինչ որ լինում է մեր կյանքերում, սիրելիներս, դա գրված է Սաղմոս 66, 13 եւ 14-րդ խոսքերում։ Ես իմ կյանքում, երբ որ 19 թվականին լուրջ այսպես դժվարություններ, ցավեր ունեի, չէի կարողանում մի, ասենք, թեկուզ կում ջուր խմել, ասում էի Տեր Աստված, ամբողջ կյանքում ես ջուր եմ խմել, հավի չափ էլ չկամ, հավը ամեն անգամ ջուր խմելուց ինչ անում, սիրելի բարեկամներ, վերև ա նայում, ու ասեցի Հիսուս ջան, որ գա ժամանակ ես կարողանամ ջուր խմեմ, հաց ուտեմ, ամեն օր պետքա քեզ փառք տամ։ Ասենք փառք Տիրոջը, որ այսօր կարողանում ենք ջուր խմենք, դրա համար էլ ասենք փառք Աստծո։ Իսկ երբեմն շատ անգամ մտածում ենք նորմալ է, որ այդպես էլ պետքա լինի։ Եվ բոլոր հիվանդները, ես խնդրում եմ այս խոսքը ուշադիր լսենք, ես հավատում եմ սիրելիներ, նույն խոսքերը ես հիվանդանոցում երբ որ կարդացի, երբ որ Տերը ինձ հետ խոսեց, դա մնաց իմ կյանքում մինչև այսօր։ Սաղմոս 66, 13 եւ 14 խոսքերը, ողջակեզներով պիտի մտնեմ քո տունդ, պիտի կատարեմ իմ ուխտերս, որոնք շրթունքներս խոստացան, նեղության մեջ բերանս խոսեցավ։ Դա Աստված, որ այստեղ լինեն մարդիկ, որ երբեք հիվանդ չեն եղել։ Փառք Աստծո դրա համար։ Բայց ես հավատում եմ, շատերի հետ եղել է, որ զրուցել ենք, խոսել ենք, բոլոր հիվանդները հիվանդանոցում այս խոսքերն են ասում, գիտեք, պիտի կատարեմ իմ ուխտերս, որոնք շրթունքներս խոստացան, նեղության մեջ բերանս խոսեցավ։ Ինչ ենք ասում, սիրելի քույրեր, եղբայրներ, Տեր ինձ բժշկի, Տեր ինձ էստեղից անի, պաշտամունքի կգամ, քո կամքը կկատարեմ, ինչ որ ուզես կանեմ։ Ասենք փառք Տիրոջ այդ նեղությունների համար, վերի բաները փնտրենք, մնացածը Տերը մեզ ավելիով կտա։ Վերջի համարն եմ կարդում եւ մենք կպատրաստվենք աղոթքի։ Ես հավատում եմ, սիրելի բարեկամներ, սիրելի եղբայրներ, քույրեր, բոլորս հավատքը լավ ենք սկսում։ Բոլորս հավատքի կյանքում լավ առաջ են գնում, բայց չի բացառվում, որ մեր կյանքում առաջանում են դժվարություններ, նեղություններ, երբեմն արգելքներ, եւ մենք դժվարանում ենք առաջ գնալ։ Աստծո մարդկանցից, թագավորներից մեկի կյանքում ես ուզում եմ կարդալ մի տեղ, դա ասա թագավորներ,
ասա թագավորը ամեն բան շատ լավ սկսեց, ամբողջովին իր հարցերը կարգավորեց Տիրոջ հետ սիրելի բարեկամներ, բայց իր կյանքի վերջում դժվարություններ ունեցավ, իսկ Աստված ասա թագավորին շատ սիրելով ուզում է իր կյանքում այդ հարցերը կարգավորել դժվարության, հիվանդության ճանապարհ անցնելով, դա գրված է երկրորդ մնացորդաց 16-րդ գլխի 12 համարում, երկրորդ մնացորդաց 16-12, ասան իր թագավորության 39-րդ տարին ոտքի ցավով հիվանդացավ, անոր հիվանդությունը ծանրացավ եւ իր հիվանդության մեջ ալ Տերը չփնտրեց։ Այո, սիրելի բարեկամներ, այսօր եթե մենք գիտենք ինչի համար է մեր կյանքում Աստված թույլ տվել այս դժվարությունը, հիվանդությունը, խնդրեմը, եթե դա մեզ բերում է Տիրոջ երեսը փնտրելու, սրտանց կարող ենք ասել փառք Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, նորից եմ կարդում, ասան իր թագավորության 39-րդ տարին ոտքի ցավով հիվանդացավ, անոր հիվանդությունը գնալով ծանրացավ եւ իր հիվանդության մեջ էլ Տերը չփնտրեց։ Թող Աստված մեզ բոլորիս օգնական լինի, սիրելի քույրեր, եղբայրներ, կանգնենք ոտքի, այս նեղությունների մեջ եկեք Տիրոջ երեսը փնտրենք։ Աղոթ կանենք սրներ։ Ողորմաստեր փառքես, փառքես, փառքես Հիսուս ջան, հալելույա։ Շնորհակալ ենք Տեր, որ այսօր քո տան մեջ ենք, ամեն, հալելույա։ Անունդ փառավորվի ու մեծարվի, Գոսպեդի, հալելույա։ Օ լարաբադալարավիս դու խամին, հալելույա։ Շնորհակալ ենք, ինչպես որ կանք, այդպես եկել ենք քո առջևդ, որտեղ որ տրտնջացել ենք, որտեղ բողոքել ենք մեր ցավերի նեղությունների մեջ, ներողություն ենք խնդրում, զղջում ենք եւ ապաշխարում ենք Հիսուս ջան։ Այո, ողորմերի մեջ մենք ունենք բժշկություն, սիրելի Փրկիչ, փառք քեզ, գոհություն քեզ, շնորհակալ ենք Աստված մեր, Տեր ու Փրկիչ մեր, մենք նորից հանձնվում ենք, օրհնյալ եւ փառավորյալ քո կամքին, քո խոսքի շնորհքին, Հիսուս ջան, այն գործը, որ դու ես սկսել մեր կյանքերում, մեր սրտերում, դու էլ խոստացել ես, որ ինքդ ավարտին կհասցնես, փառք քեզ, ամեն բաների մեջ, ամեն բաների համար, մենք մեր անձերն ենք խոնարհացնում, օրհնում, փառավորում եւ մեծարում ենք անունդ սուրբ, որին որ դու ես արժանի, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ալելույա։ Սիրելի ժողովուրդ, խաղաղություն, Աստծուն փառք։ Աստծուց մեծ շնորհը, Աստծուց մեծ նվերը, մեծ պարգևը, որ մենք իր կենաց խոսքերը լսում ենք։ Տեր Հիսուսը Սամարացի կնոջ ասեց. եթե գիտենայր Աստծո պարգևը, թե ով է քեզնից ջուր ուզում, ինքը ջուր կուզեիր եւ ինքը քեզ կտար։ Այո, Աստծուց մեծ պարգև է։ Ուզում եի իշել հետևյալը, սիրելիներ, երբ որ միտեղ աղոթք են անում եւ աղոթքը վերջացրին, աշակերտները Հիսուսին ասեցին. Տեր, մեզ սովորեցրու այնպես աղոթք անել, ինչպես Հովհաննեսն էր, այսինքն Հովհաննես Մեկրտիչը սովորեցրեց իր աշակերտներին։ Եվ Տեր Հիսուսը սովորեցրեց հայր մեր աղոթքը, հայր մեր, որ երկնքում ես։ Այսա շատ կարևոր է, սիրելիներ։ Մարդը Աստծո առջև պետք է գա խորը համոզմունքով, խորը գիտակցումով, որ Աստված իր հայրն է, սիրող հայրը։ Չէ, այստեղ շատ հայրեր կան։ Ինչ որ մեր կողմից հնարավոր է, մենք մեր զավակների համար անում ենք, չէ։ Բայց Աստված եւ Հովհաննես Առաքյալը ասում է, Աստված սեր է։ Այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Մեր կյանքում, մեր փրկության հարցում առաջի քայլը արել է Աստված։ Աստվածը մեր սրտի հետ աշխատանք տարել։
Աստվածը ստեղծել արիտ պատեություն, որպես իր խոսքը լսենք եւ իրան դառնանք։ Աստված մեզ սիրում է եւ Աստված մեր համար ամեն բան է արել Հիսուս Քրիստոսով։ Եվ դրա համար Հռոմայեցիս 8-րդ գլխում լսում ենք Պողոս առաքյալը ասում է Հռոմայեցիս 8:31-ից, ապա ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մանեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, ասին ով է որ Աստծո զավակին մեղադրի։ Աստված որ արտահասնում է, ով է որ դատապարտեր։ Եվ Քրիստոսը որ մեռավ եւ ավելի որ հարություն էլ արավ եւ Աստծո աշխոհն է, որ մեզ համար բարեխոս է։ Աստված մեր հայրն է, մեզ սիրում է, մեր համար ամեն բան է արել իր որդով Հիսուս Քրիստոսով եւ դրա համար Տեր Հիսուսը խաչի վրա խոսք ասեց, որ կատարվեց, ամեն բան կատարվեց։ Տեր Հիսուսը իր խաչի գործով, իր մահով, իր հարությամբ ամենն է արել կյանքի եւ աստվածապաշտության համար, որպեսզի մենք հաղորդ լինենք Աստծո կյանքին, Աստծո բնությանը։ Աստված մեր հայրն է, մեզ սիրող հայրն է եւ մեր համար ամեն բան արել։ Երեմիայի մարգարեության 29-րդ գլխում լսում ենք, այնտեղ ինչ է ասվում, Աստված իր ժողովրդին, Իսրայելի որդերին ինչ ասում, որ այդ ժամանակ իրանք գերության մեջ էին, օտարության մեջ էին, իրանք հայրենի երկրից գերի տարվել էին Բաբելոն, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները, ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան է հույսը։ Ժողովուրդը գերության մեջ էր, զրկված էր իրանց երկրից, օտարների լծի տակ էին, բայց Տերը ասում է, ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան է հույսը։ Եվ դուք ինձ կկանչեք եւ կգնաք ու աղոտ կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ, եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որտեղ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով։ Ինչի համար սիրելիներ, որտեղ Աստծո խորհուրդները իր ժողովրդի համար խաղաղության խորհուրդներ էին, որպեսզի ապագան հույսը իրանց լիներ, եւ դրա համար Աստված էր ներգործում իրան կանչելու, աղոթելու, Աստված լսելու էր եւ Աստծուն պետք է խնդրեին իրանց ամբողջ սրտով։ Երեմիայի մարգարեության 31-րդ գլխի մեջ 20 խոսքում լսում ենք, սա Աստծո սերն է, Աստծո ողորմածությունն է։ Միթե պատվական որդի է ինձ համար Եփրեմը, կամ մի սիրեկան զավակ է նա, որ քանի անգամ որ խոսում եմ նրա վրա, ելի հիշում եմ նրան անպատճառ, սրա համար գալարում են իմ աղեքները, ես անշուշտ պիտի ողորմեմ նրան, ասում է Տերը։ Եփրեմը Իսրայելի զորեղ ցեղերից էր, բայց ընկած վիճակում էր, Աստծուն թողած էր։ Եվ Աստված ասում է, միթե պատվական որդի ինձ համար Եփրեմը, միթե Եփրեմը իմ համար մի հնազանդ ժողովուրդ է, չէ, անհնազանդ է։ Եվ ասում է, միթե նա մի սիրեկան զավակ է, չէ, բայց այդ բոլորի մեջ սիրելներ, ինչ ասում, քանի անգամ խոսում եմ նրա վրա, հիշում եմ նրան անպատճառ, Աստված չէր մոռացել։ Անարակ որդու արագում լսում ենք, որ աշկը ճամպին էր, եւ դրա համար, երբ որ որդին երևաց, հայրը հերվից նրան տեսավ, գուտը շարժվեց, վազեց իր որդու վզով ընկավ։ Հայրը սպասում էր որդուն, հայրը որդուն չէր մոռացել, Աստված Եփրեմին չէր մոռացել, եւ դրա համար ասում է, սրա համար գալարում են իմ աղեքները, ես անշուշտ պիտի ողորմեմ նրան, ասում է Տերը, սա Աստծո սերն է սիրելիներ, Աստծո սերն է, Աստված մեզ սիրում է, Աստված մեր համար գին է վճարել, թանկին իր որդուն Հիսուս Քրիստոսին է զոհաբերել, Ադամից եկած բոլոր հինը, մեր հին մարդը, մեզ, մեր մեղքերով, հանցանքներով խաչին է մատնել, երրորդ օրը հարություն արել եւ իր հարությամբ
այսօր մեզ էլ հարություն է տվել իր կյանքով ապրելու համար։ Սիրելիներ, Աստված թող օրհնի։ Եվ դրա համար 26 Ամոսի 3-րդ խոսքում ասում է. «Քո ողորմությունը միշտ իմ աչքի առաջին է, եւ ես քայլում եմ ճշմարտության մեջ»։ Աստված օրհնի, որ Աստծո ողորմությունը, Աստծո սերը, թե Աստված մեր համար ինչ է արել, մեզ ինչքան է սիրում, մեր աչքի առաջին լինի, սիրելիներ։ Եվ դա մեզ մեղելու է, որպեսզի իր խոսքը դիմեցնենք։ Եվ վերջում նաև ասեմ, սիրելիներ, ամենակարևորը, մենք ծնվել ենք, այս աշխարհ ենք եկել Աստծո համար։ Պողոս առաքյալը Առաջի Կորինթացիս թղթի 8-րդ գլխի 6-րդ խոսքում գրում է. բայց մեր համար մեկ Աստված կա, որից են ամեն բաները եւ մենք նրա համար, մենք ծնված ենք աշխարհ ենք եկել Աստծո համար, որպես իր զավակներ, իր ժառանգներ, իրան գովելու, իրան մեծարելու, իրան փառավորելու։ Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները եւ մենք նրանով։ Հիսուս Քրիստոսով է տանք։ Դրա համար Եբրայեցիս թղթի մեջ ասում է. Արդ եղբայրներ, որովհետև համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով, որ մեր համար բացեց նոր եւ կենտանի ճանապարհ, բարակույրի միջով այսինքն իր մարմնով եւ մեզ քահանա Աստծո տան վրա։ Դրա մոտենանք ճշմարիտ սրտով, հավատքի լրությամբ, մեր սրտերը մաքրված չար խշտանքից եւ մեր մարմինը լվացված սուրբ ջրով պինդ բռնենք հույսի դավանությունը։ Պինդ բռնենք հույսի դավանությունը, սիրելիներ։ Աստված թող օրհնի։ Ամենամեծ մեղքը, ամենածանր մեղքը անհավատությունն է։ Եվ Սուրբ Հոգին այսօր աշխատանք է տանում, մարդուն հանդիմանում է իր անհավատության համար, որ մարդը հրաժարվի իր հանդեպ ունեցած հավատքից, իր կարողություններից, իր շնչավոր զորությունից եւ ամբողջովին վստահի Տիրոջը։ Աստծո առջև խոնարհվենք, Աստված թող օրհնի մեր սրտերը իր առջև բաց լինեն եւ միշտ վստահ լինենք իր սիրո վրա։ Աստված մեր հայրն է, մեր սիրող հայրն է, սայտագել ենք, մեղանչել ենք, բայց Աստված էլի սիրում է։ Աստված մեզ չի թողել, չի մոռացել։ Թող իր անունը փառավորվի, ամեն։ Աղոթենք։ Փառքես, 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 Տեր Աստված, փառքես երկնավոր Հայր, մեզ սիրում ես անուն սիրով, մենք քո զավակներն ենք, մեր համար ոչինչ չես խնայել, Հիսուս Քրիստոսով ամեն բան ես արել, ամեն օրհնություն ես պատրաստել։ Մահը խափանված է, լույս է բերված կյանքն ու ամոհությունը։ Փառք ես, սիրելի Փրկիչ, փառք ես, Տեր Հիսուս Քրիստոս։ Խնդրում ենք քո ողորմությունը, քո շնորհքը, որ օրեցօր մեզ լուսավորես եւ մենք աճենք քեզ ճանաչելու մեջ, աճենք հավատքի մեջ, սիրո մեջ, աճենք եւ ամեն ժամանակ քո ողորմությունը մեր աչքի առաջին լինի եւ քո ճշմարտության մեջ քայլենք։ Փառք ես։ Այցելիր մեզ, տիրիր մեզ, Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու կրակով, բոլոր արտեղությունները, բոլոր կապանքները այրիր դենքից, տիրիր մեզ, մեր ներսը ողողիր քո ներկայությամբ։ Եվ առաջինը սա ենք խնդրում, սիրելի Փրկիչ, ինչպես մեզ սովորեցնում ես, սակայն ամենից առաջ երկնքի առկայությունը եւ նրա արդարությունը խնդրեք եւ ամեն բան ձեզ կտրվի։ Խնդրում ենք քեզ, դու լինես մեր կյանքում, մեր հոգում, Տեր Հիսուս, քո հետ մեկ լինենք մտքերով, խորհուրդներով, զգացումներով։ Դու օրհնես մեր բոլոր ճամփաները քեզանով լինի։ Դու օրհնես մեր առաջի անհանգստությունը երկնավորը լինի։ Փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես Հայր, Որդի, Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Եթե հոգնել ես ճանապարհին, դժվար է թվում խաչը կյանքի, վերադարձիր կրծքին Հիսուսի,
նա կասի խոսքեր, իսկ դու հիշիր, իմ կողմից է եղել, սիրելի իմ զավակ, դա ես եմ պատրաստել, ճանապարհ քեզ համար, դե գնա կյանքն անցիր, ցավի մեջ գոհացիր եւ սիրիր Հիսուսին, ասա դու կաս, եթե հոգսերն են գերի վերցրել, մարմնի ցավը հոգիտ է գերել, կամ հալածակ ես կրում դու անմեղ, նա կասի խոսքեր, փորձիր պահել, իմ կողմից է եղել, սիրելի իմ զավակ, դա ես եմ պատրաստել, ճանապարհ քեզ համար, դե գնա կյանքն անցիր, ցավի մեջ գոհացիր եւ սիրիր Հիսուսին, ասա դու կաս, թե բարեկամը քեզ չհասկանա, չցուցաբերի Տիրոջ սերը նա, ինչ ես նայում, մարդուն դու անճար, նա կասի խոսքեր, հոգուտ համար, իմ կողմից է եղել, իմ զավակ, դա ես եմ պատրաստել, ճանապարհ քեզ համար, դե գնա կյանքն անցիր, ցավի մեջ գոհացիր եւ սիրիր Հիսուսին, ասա դու կաս, իմ կողմից է եղել, սիրելի իմ զավակ, դա ես եմ պատրաստել, ճանապարհ քեզ համար, դե գնա կյանքն անցիր, ցավի մեջ գոհացիր եւ սիրիր Հիսուսին, ասա դու կաս։ Տիրոջ անունը փառավոր է, եղբայրներ, քույրեր, Աստված բոլորի տորչնի, ուղղակի մեկ համար եմ ուզում կարդալ, որը գրված է Սուրբ Գրքի մեջ, նայեք ինչ ասում Երեմիայի մարգարության 8-րդ գլխի 22-րդ համարը, Երեմիա 8:22, բալասան չկա քաղատումը, կամ բժիշկ չկա այնտեղ, ապա ինչու համար առողջություն չգտավ իմ ժողովրդի աղջիկը։ Երբ որ մենք կարդում ենք անանակալ Տիրոջ խոսքը, ուշադրություն դարձեք, Տիրոջ խոսքը նաև հետևյալն է, ինձ եւ քեզ հիշեցնում, Ելից 15:26 համարի մեջ գրված է, ես եմ քո բժիշկը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդիրը հետևյալն է, որ մենք շատ անգամ գալիս ենք եւ առանց բժշկվել հետ ենք դառնում, որն է պատճառը։ Ուղղակի ուզում եմ անդրադառնալ, որտեղից է հիվանդությունը մարդու կյանքի մեջ։ Առաջինը մեղքի պատճառով։ Միքիա մարգարության 6:13-ի մեջ գրված է հետևյալ միտք, ինչ ասում Աստված. Ես քեզ պիտի զարկեմ քո մեղած պատճառով։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, հիշում եք, եղբայրը խոսեց, երբ որ Հիսուսի մոտ էին բերում, Հիսուս ինչ ասեց. Քո մեղքերը ներված է, գնա
խաղաղությամբ։ Այսինքն բժշկությունը տեղ ունեցավ, երբ որ անձնարությունը այդ մեղքերի թողությունը ստացավ։ Այսօր շատերս գալիս ենք այստեղ ու նպատակը բժշկությունն է։ Եվ ամենամեծ ցավը որն է, որի վրա ես ուզում եմ անդրադառնալ, այսօր մենք չենք հավատում Աստծո հավիտենական սիրուն։ Չենք հավատում Աստծո հավիտենական ծրագրին, որն է Աստծո ծրագիրը։ Եթե այսօր դու բժշկվես, վաղը կամ միսօրը նորից կհիվանդանաս։ Աստծո ծրագիրը սա չէ, որ այսօր քեզ բժշկի, ասի գնա խաղաղությամբ։ Աստծո հավիտենական ծրագիրը, որ դու ունենաս հավիտենական կյանք։ Եվ այդ հավիտենական կյանքի համար Աստված ունի տարբեր միջոցներ։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ողջ Երեմիայի 3-րդ գլխի 37 համարի մեջ գրված է. ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայ։ Այսօր որն է Տիրոջ հրամանը, ինչ է ուզում անել Աստված։ Նաեւ կարդում եմ մեկ համար, որը գրված է Հակոբու թղթերի մեջ։ Նայեք ինչ ասում Հակոբոսը ինձ եւ քեզ։ Թուղթար Հակոբու առաջի գլխի մեջ գրված հետեւյալ տողն եմ ուզում կարդալ։ 13-րդ համարից եմ կարդում, 13-14 համարները։ Ոչ ոք որ փորձության մեջ չէ, չասե թե Աստվածանից փորձում է, որովհետև Աստված չար բաներով չի փորձում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Բայց ամեն մեկը փորձում է բուն իրեն ցանկությունից հրապուրված եւ խաբված։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ այս միտքը մենք հասկանանք։ Սկզբից ասեցի, հավատալ Աստծո հավիտենական սիրուն։ Երբ որ այսօր քո կյանքի մեջ կա այդ նեղությունը, կա հիվանդությունը, ուղղակի ուզում եմ տեսնել, դու հավատում ես, որ Աստված քեզ սիրում է։ Այսօր լինում է պարակա, երբ որ մարդը խոսում է բժշկության վրայով, ուղղակի մի հատ համար եմ ուզում ցույց տալ Սուրբ Գրքի մեջ, նայեք այս անձնավորությունը ամեն տեղ ուր որ գնում էր միջև անգամ ամեն մեկ խոսքի կամ իր շուկի մեջ մարդիկ բժշկվում էին։ Բայց ուշադրություն դարձեք ամենակալ Տիրոջ խոսքը 2 Տիմոթեոս 4 գլխի 20 համարի մեջ կարդում եմ։ Գրված է հետևյալը. Երաստոսը մնաց Կորինթոսում եւ Տրոսփիմոսը հիվանդ թողեցի Միլիտոյում։ Հետաքրքիր է, Պողոս առաքյալը իրեն գործընկերոջը հիվանդ էր թողել։ Լավ, ինչի՞ չէր բժշկում, որն էր պատճառը։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու այսօր կարողանանք տեսնել։ Այսօր շատերը հիասթափվում են կամ հուսախաբվում են, երբ որ իրենց կյանքի մեջ այդ բժշկությունը տեղի չի ունենում։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ Դանիել Մարգարության 3-րդ գլխում հիշեք հետևյալը՝ Միսակ, Սեդրակ, Աբեդնագովը կանգնած են Մավան եզրին։ Ոչ թե իրանք հիվանդացել են, այլ թագավորը իրենց գցելու է կրակի հնոցի մեջ։ Եվ ինչ էր պատճառը, որ այս 3 երիտասարդները չեն երկրպագել դուրայում կանգնած այդ ոսկե արձանին։ Ուղղակի ուզում եմ ցույց տալ այս 3 երիտասարդների հավատքի հիմքը, որտեղից եղավ բժշկությունը։ Ինչ ասեցին թագավորին, մենք ոչինչ չունենք քեզ պատասխան տալու։ Այն Աստվածը, որին որ մենք պաշտում ենք, քո ցերկից եւ կրակի հնոցից կազատի։ Սա չէր հավատքի ամենաբարձրագույն կետը, շարունակության մեջ գրված է. եթե նույնիսկ չազատի, քո կանգնեցրած արձանին մենք երկրպագություն չենք անելու։ Հիմա ուղղակի ուզում եմ հաստալ։ Չեմ ուզում, որովհետեւ մեկի հավատքը կոտրվի։ Ես հավատում եմ, որ Աստված ամեն մեկին ողորմություն անել։ Բայց հարց եմ տալիս. եթե չբժշկվես, դու հավատում ես, որ կյանքը Աստծո մեջ է։ Հավատում ես, որ Աստված ինքը բժիշկների բժշկապետն է։ Սիրելիս, այսօր Աստծո նպատակը սա է, եւ ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք հավատում Աստծո հավիտենական սիրուն։ Հիմա հարց եմ տալիս, հավատում ես, որ Աստված այդ հիվանդության միջոցով քեզ ուզում է տանել դեպի հավիտենություն։ Եվ կարդում ենք Եբրայեցիս 12:6 համարի մեջ գրված հետևյալ տողեր, ինչ ասում Տերը։ Աստված իրեն սիրածները խրատում է։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Հիմա ծեծը չհասկանաք, մի հատ մահակ է վերցրել, պիտի դրանով քեզ ծեծ։ Այսօր հիվանդություն, նեղություն, խնդրումը քո կյանքի մեջ հենց սա է, այդ ծեծն է։ Հիմա հարց. Աստված այստեղ բարի է թե չէ։ Տարիներ առաջ մենք ծերանոցում քույրիկ ունենք, Կաթրինե քույրիկը։ Հյուրեր են եկել, որ տարա իրենց մոտ մեկը, անզգուշապար ասեց, իշքան մեղք են, այդ մեր Աթրինե քույրիկն էլ մի քիչ կարծես թե կոպիտ է, ասեց մեղքը դու ես, որ Աստված չունես։ Այսքին է մի քիչ վատ զգաց։ Ասեց, ես այստեղ ոտքեր, ծևքեր չունեմ, բայց հավատում եմ, որ երկնքում ունեմ։
Եվ ինչ ասես։ Աստված ամեն ինչի մեջ բարի է։ Եթե Աստված ինձ ձեռքեր ոտքեր տար, միգուցե Աստծուն չճանաչեի։ Սիրելիս, ուղղակի ուզում եմ, որպեսզի այսօր դու կարողանաս հավատալ Աստծո հավիտենական սիրուն եւ Աստծո հավիտենական ծրագրին։ Աստծո հավիտենական ծրագիրը քո ժամանակավոր բժշկությունը չէ։ Աստծո հավիտենական ծրագիրը քեզ երկնքում տեսնելն է։ Իսկ համար դու պիտի հավատաս եւ կուզեի, որպեսզի անդրադառնամ հետեւյալ մտքին, քուրեր ջան, եղբայրներ ջան, Եբրայեցիս 11:6-ը ասում է, եղբայրները շփվեցին, առանց հավատքի անկարելի հաջող լինել Աստծուն։ Սիրելի քույրս, եղբայրս, Հիսուս երբ որ բժշկություն էր անում, առաջի հարցը հետեւյալն է. հավատում ես, երկրորդը քո հավատքի չափ քեզ տրվի։ Եվ այսօր կուզեի, որպեսզի իմ եւ քո հավատքը իրոք հաստատված լինի ամենակալ Տիրոջ խոսքի վրա։ Ուշադրություն դարձեք, ես կարդում եմ Սաղմոս 73-րդ Սաղմոսի հեղինակը ունի խնդիր, եւ ինչ ասում, քիչը մնացել ոտքերս սրվեն եւ բանջի մնացել ոտքերս սահը։ Ինչու համար։ Ուշադրություն դարձեք, կարդում եմ 3-4 համարները կամ 5-րդն էլ ներառյալ, որտեղ նախանձով լսվեցա հապարտների վրա, ամբարիշտների խաղությունը տեսնես, որովհետև նրանք ցավ չունեն միջև իրենց մահ, եւ նրանց մարմինը փափուկ է։ Նրանք մարդի նեղության մեջ չեն եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։ Հետաքրքիր է, ինչի համար այսօր Աստծուն հավատացող անձնության կյանքի մեջ կա ցավ եւ տառապանք։ Պողոս առաքյալը խայտոց ստացավ, երբ որ մենք կարդում ենք Կորինթոս եկեղեցու մեջ 2 Կորինթացիս թղթերի մեջ Պողոս առաքյալը հետեւյալն ասում. «Մարմնիս համար խայտոց տրվեցավ ինձ, որ սատանայի հրեշտակ ինձ բռուսկով ծեծը»։ Հետաքրքիր է, ինչի համար։ Այս անձնավորությունը, Աստծուն սիրող անձնավորություն, ամեն ժամանակ հատված Աստծոյ փառքն էր պատմում։ Եվ ամենակալ Աստված Պողոսին ավելի շատ օգտագործեց, քան թե մնացած առաքյալներին։ Գրված է 2 Կորինթացիս 12:7-ը. «Եվ որ հայտնությունների առավելությամբ չպարտանամ, մարմնիս խայտոց տրվեցավ ինձ, սատանայի հրեշտակը, որ ինձ բռուսկով ծեծե, որ չկորազանամ։ Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նա հեռացնի ինձանից, եւ նա ինձ ասաց. բավական է քեզ իմ շնորհքը»։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այս ցավը կամ այս խայտոցը չվերցվա։ Որն է պատճառը։ Այսօր Աստված ամեն մեկի սիրում է։ Եվ Աստված գիտե, եթե այդ խայտոցը վերցնի, կարող է ես մեկ ուրիշ բան մտածեմ, ուրիշ ուղղությամբ գնամ։ Ամենակալ Աստված իրոք մեզ հավիտենական սիրով է սիրել։ Եվ այդ խայտոցների հիվանդության բուն նպատակը միայն մեկն է, որ ես եւ դու ստապենք դառնանք դեպի Տիրոջը։ Հարց եմ տալիս, սիրելի անմահ հոգի, որ առաջ անգամ ոտք ես տրել, այստեղ, եթե հիվանդությունը չլիներ, ոտքդ այստեղ կտնես, թե չէ։ Ուրեմն Աստված ինչքան բարի է, որ այդ հիվանդության միջոցով ուզում է քեզ հետ խոսել հավիտենական կյանքի մասին։ Եթե այսօր իմ եւ քո կյանքը ժամանակավորն է, ամենաշատը 70, 80 կամ 90 կամ 100 տարի, եւ սրանից հետո վերջ գերեզման, որն է մեր հավատքի հիմքը։ Թող Տեր օգնական լինի։ Երկրորդը հիվանդությունը ինչի համար է մարդու կյանքում տեղի ունենում, Աստծո փառքի համար։ Հիշում եք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ Հովանու ավետարան 9-րդ գլխի առաջի 3-րդ համարներ գրված է, որ երեխային բերեցին, աշակերտներ հարցրեցին, այս հիվանդության պատճառը ումն է, երեխային է թե ծնողներին է։ Ասեց ոչ երեխային է, ոչ էլ ծնողներին է, այլ Աստծո փառքի համար։ Այսօր դու այստեղ ես, որպեսզի Աստված փառավորվի։ Եվ խնդրանքս հետևյալն է. շատ անձնավորություններ, 10 բորոտներ եկան, բայց ընդամենը մեկը հետ դարձավ եւ Տիրոջը փառաբանեց։ Սիրելի անմահ հոգի, ուղղակի խնդրանքս հետևյալն է, որ մենք պիտի կանգնենք աղոթքի, ամբողջ սրտով հավատացում եք բան է, որ կյանքը Քրիստոս։ Հոպը տառապանքի մեջ ամենամեծ տառապանքն է կրե հոպը։ Երբ որ մենք կարդում ենք 6-րդ գլխի 8-ից 10 համարներ, ուշադրություն դարձեք այս անձնավորության աղոթքը կամ խոսքը, ինչ է ասում հոպը ինձ եւ քեզ։ Երանի թե ուզածս կատարեր եւ իմ ակնկալածը տար Աստված։ Հոպի կարգավիճակում մարդը ինչ կուզեր։ Վստահ եմ առաջինը երեխաների կյանքը եւ իրեն առողջություն, բայց շարունակության մեջ գրված է եւ հավաներ Աստված ինձ ջարդելու եւ ձեռք արձակել ինձի կտրեր։
լավ հոպել ջարդվելու տեղ ուներ։ Շարունակության մեջ գրված է. այն ժամանակ դեր մխիթարություն կունենայ ու կոստոտա անխնած ցավերի մեջ, որ չեմ ուրացը Սուրբի խոսքերը։ Այսօր սիրելիս, Աստված քեզ կանչել է, որ Սուրբի խոսքը լսես եւ չմոռանաս։ Որն է Սուրբի խոսքը, որ ինքը քեզ հավիտենական սիրով սիրել է, որ ինքը իր որդին ուղարկել է եւ ճանապարհը հարթել դեպի հավիտենություն, որ ինքը քեզ այսօր ասում է, ինքը քեզ սիրում է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ խնդրանքս հետեւյալն է. շատ անգամ մեր աղոթները միայն բժշկությունն է։ Սիրելիս, որն է բժշկությանը բանալին։ Երբ որ մենք կարդում ենք Հայտնության մեջ 21:7 համար մեջ գրված է. ով որ հաղթե ամենը կժառանգե։ Որն է այդ ամենը։ Քրիստոս։ Եվ 3 համարով վերջացնում եմ։ Առաջինը 80 Սաղմոսի 4 համարի մեջ գրված է. Ասապ հետևյալն ասում. ով զորացած միջև երկ կբարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։ Հարց եմ տալիս, այդ ժողովուրդը մեջները հիվանդ չկար, պրոբլեմ ունեցողներ չկային։ Ինչի համար Աստված բարկանում այդ աղոթների վրա։ Առակաց 28-ի 9 համարի մեջ գրված է. ով որ մերժեր ականջը օրենքը լսելուց, նրա աղոթն անգամ կարշել է։ Որ օրենքի մասին է խոսում Աստված։ Կա աղոթքի օրենք, որն է քո բժշկության բանալին։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 33-րդ համարի մեջ գրված է. սակայն առաջ խնդրեք երկինքի առկայությունը, անոր արդարությունը, մնացած բաները կտրվի քեզ։ Այսօր հիվանդությունը կամ պրոբլեմը, խնդիրը մնացած բաներն է, թող այդ մնացածները, թող այսօր առաջինը լինի քո համար երկինքի առկայությունը եւ անոր արդարությունը։ Խնդրանքս բոլոր երեց եպիսկոպոս եղբայրներին կան, այստեղ որ պիտի աղոթենք բոլոր հիվանդների համար։ Ես հավատում եմ, Աստծո խոսքի մեջ գրված է հետևյալը։ Հիշում եք, Գործք առաքելոց 3-րդ գլխի մեջ, երբ որ Պետրոսը Հովհաննեսի հետ ներս մտավ տաճար, անտամալույցը նստած նայում էր, որ ինչ որ նյութական բան պիտի առնե։ Բայց Պետրոսը հետևյալը ասեց. ոսկի արծաթ չունիմ, բայց ինչ որ ունիմ, այն քեզ կուտամ, Հիսուս Քրիստոս Նազարեթի անով, վեր կաց եւ մանեք։ Նայեք, Պետրոսը շեշտում է, ինչ որ ունիմ, այն ես քեզ կուտամ։ Որն էր Պետրոսի ունեցածը։ Առակաց 4-րդ գլխի 20-22-րդ համարներն եմ կարդում։ Որցյակս ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջը տուր իմ ասածներին։ Թող նրանք չգնան քո աչքի առջևից, սպայի նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմինին բժշկություն։ Բժշկություն Աստծո խոսքներ։ Գանք Տիրոջ առաջին, խնդրենք ամենակալ Աստծուն, որ այսօր Աստված մեզ առաջինը հոգեվոր բժշկի, որ այսօր մեր հավատքը իրոք բարձրանա, որ մենք ամբողջ սրտով հավատանք, որ Աստծո խոսքը այո եւ ամեն է։ Երկնային Հայր, մենք խոնարհվում ենք գահիդ առաջ։ Մենք մարդ ենք անկարող, բայց դու ամենակալ զորեղ ես Աստված իմ։ Մենք հավատում ենք քո խոսքին իմ Աստված։ Հավատում ենք, որ քո խոսքը գտնող է կյանք է գտել բոլոր մարմնի բժշկություն։ Հավատում ենք Աստված իմ, որ քո խոցված վիրավոր ձեռքերիդ մեջ է բժշկությունը։ Հիմա աղաչում ենք քեզ Տեր, որ այդ խոցված վիրավոր ձեռքերը տարածես այս վայրի վրա։ Ամեն տկարություն վեր առնես Տեր եւ փառավորվես մեր կյանքում։ Իմ Աստված ոչ թե նշանհամար ենք խնդրում, այլ եւս մեկ անգամ անունդ փառավորելու, անունդ մեծարելու համար։ Փառք քեզ երկնային Հայր։ Տեր ողորմած ձեռքը տարածիր։ Ողորմյա Տեր իմ Աստված Տեր։ Ողորմյա Ժողովուրդ ջան, ձեզ բժշկող Հիսուսն ամենք ենք։ Հիսուսին փառք։ Հիսուսին փառք։ Փառք Սուրբ Երրորդությանը։ Փառք տվեք Հիսուսին նայեք։ Նրա վերքերին նայեք։ Փառք տվեք։ Դու այնպես սիրեցիր աշխարհը, որ մինչև միածինդ տվիր, որով որ հավատա չկորսվի, այլ հավիտենապես նապրի, որով որ հավատա
չկորսվի այլ հավիտեն ապես նապրի ողորմյա 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 Տեր Հիսուս գտության Աստված ողորմյա 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 Տեր Հիսուս գտության Աստված տեսնում եմ առջևս մի մեծ խաչ խաչյալն է նայում ինձ սիրալին սիրելիս քեզ համար եմ խաչված որ ապրես դու հավիտյան սիրելիս քեզ համար եմ խաչված որ ապրես դու հավիտյան ողորմյա 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 Տեր Հիսուս գտության Աստված ողորմյա 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 Տեր Հիսուս գտության Աստված Եկեք ինձի բոլոր հոգնածներ Եվ ես ձեզի պիտի հանգչեցնեմ Եվ ինձ մեզ սորվեցեմ Որ հեզեմ և սրտով խոնար Եվ ինձ մեզ սորվեցեմ Որ հեզեմ և սրտով խոնար Ողորմյա 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 Տեր Հիսուս գտության Աստված ողորմյա 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 Տեր Հիսուս գտության Աստված Տեր Հիսուս գտության Աստված